ամեն օրվա իմ ճանապարհը։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, պետք է որ լավ լինենք, այսօր երկուշաբթի է, երկուշաբթին ասում են ծանր օր է, բայց պետք է ունենք ցանենք, որ այդ ծանր օրը թեթևացնենք սիրելի հետևորդներ, ամեն օրվա պես մեր ճանապարհը բռնում ենք, ճիշտ ասած արդեն հոգնել եմ, որ առանց հանգստանալու եմ աշխատում ու հոգնել եմ սիրելի հետևորդներ ջան, տեսնենք ինչ է լինում, գործերս գոնե շուտ ստացվի դուրս գա։ Այսօր իմ ժամանակին եմ տեխացնում, ճիշտ առավոտյան չեմ հոգնում, երիկունը հանգստանում եմ, բայց երիկունը որ տուն եմ գնում հանգստանում եմ, բայց որ աշխատանքից սախին գնում եմ, ամբողջ օրը ոտքս վրա վազեյքում, դե գիտեք, ինչ ասեմ, հետո տրանսպորտը ոտքիդ վրա կանգնած, մինչև տեղ ես հասնում լինում է 6-ին դուրս ես գալի 7:30 հազիվ տեղ ես հասնում, արդեն ջարդը խուրդ հեղած, մի քանի քայլներ չես կարողանում քայլես, ոնց որ օրորվես ընկնես, ինձ ասում դե տարիքից դա տարիքդ մեծ է, բայց ինչ էլ ուզում ա լինի, ամբողջ օրը ոտքիդ վրա չես կարա, ճիշտ է չեմ ասում, որ բաբշե չեմ նստում, դե աթոռի նստելը ուրիշ է, իսկ ասենք դες մի ժամ, 2 ժամ պարկես հանգստանաս ուրիշ է, մեր Հունաստանում մեր նավթը շատ հեշտ աշխատելուց տեղի նման չի, նրանք իրանց տատիկները իրանց կեսօրվա ժամը պաշտպանում են, մի 3 ժամ պարկում, հանգստանում, դու էլ հետները, իսկի չես զգում, որ աշխատում ես, ոնց որ զգում ես քո տանը, բայց մեր Հայաստանում դժվար է, մեր Հայաստանում կեսօրին պարկելը չգիտեն ինչ է, պետք է ոտերների վրա լինեն անպայման, դե նրանց դրված կա, տենց դրված կա, պես է դրված սիրելիներս, դե հասան իմ աշխատանքային վերջ, կհանդիպենք։ Ես իրենի հետևորդներ ջան, տեղ հասակ, սուրճ եմ դրել, դուք է սուրճ դրեք, որ միասին խմենք սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, դե իմ երևի թազա հետևորդներից է, որ բանանում էլի ասում է չկլինի այդ տատիկի մի հատ ցույց տուր տեսնենք, որ չի կարողանում լավ խոսա, ես ցույց եմ տվել, առաջի հոլովակներում եղել է տեսել եմ, հիմա չեմ կարա,
որտեղ իրաց ընտանիքը թույլ չտալիս չեմ կարա նկարահանել։ Երեսը նկարեմ սիրելի հետևորդներ ջան, ինքը նոր հետևորդներից է երևի չի տեսել։ Նա սպասենք մեր սուրճը եվի, որ խմենք, դուք ետրեք, որ միասին խմենք սուրճա թեյա, ինչ-որ կցանկանաք։ Սա բան չմնաց։ Տեսելի հետևորդներ ջան գնացին մեր սուրճը խմենք, դուք ձերը խմենք, հետո կմիանանք նորից։ Սել հետևորդներ կարտոշկային կապակում, կարմրացնում իհարկե, դերանը կիսաբաց եմ անում, որ շատ չկարմրի էլի, տենց մի քիչ ոնց որ եթվածի նման լինի։ Սիրելի հետևորդներ ջան, որոշեցի կարտոֆիլ տապակել այս տարբերակով, ոչ թե մենք մանր կտրտած, այլ այս տարբերակով։ Հիմա գրել եմ տապակվի, չեմ թողնելու որ շատ կարմրի, ավելի լավ մի քիչ խաշնի։ Գիտեք որ մեր լեզվով ասած կարտոշկի ժարիկը վնաս է մեր ստամոքսին, պետք է մի քիչ խաշված լինի, այդ տարբերակն է լավ չի, բայց մի անգամ կարելի է ուտել, ամիսը մի անգամ չի խանգարել։ Այս անգամ չխաշվեցի, այս վայրանքով պատրաստեցի։ Եվ ունեմ հավի մսի կոտլետներ, սա էլ եմ տապակելու, սա մեր Համել եմ մի քիչ երկար, դրանը բացվողում, որքան եմ, որ երեսի չկարմրի լեշնուկ բումըլա։ Սելի հետևորդներ, արդեն պատրաստա, ճիշտ է չէի ուզում կարմրել, բայց իչև գնացի լվացքս փռեցի, ոչ շատ կարմիր է, ոչ էլ սպիտակ։ Այս կարևորը եթված է, հիմա ափսեի մեջ կդասավորեմ, կծածկեմ, չոր է դեպի դեպքում, բանալինում, չոր է լինում, հետո կփափկի։ Սա այսպես։ Սերտում եմ,
մնացի կոտլետներն դնել, որովհետև տես կա։ Լավ կապակացնում եմ, որ լավ դեպի։ Որ բարակինի լավ դեպի։ Սա է ջանասնուտերն իրաս հետևորդներ, հետևորդներ դանդախ եսի։ Հա, ինձ հետ ես? Ես էլ բանից հետ հախոսում է հեռախոսով։ Հետևորդը կոտլետները սելա կարմարել։ Εσύ άφησε άτρι, εγώ άτρι. Հեռախոսը վերցրու, էլի։ Կարտոֆիլը վերջացրեցի։ Տեսեք, ոչ Տեսեք ինչ գույն է եղել։ Ինքը շատ փափուկ է, շատ կարմրացնել պետք չի։ Մնում է էսա էսելա համարյա պատրաստ, իչեր կարմրի ու պատրաստ է։ Երկու ոգե և սայլա պատրաստ։ Բակի դերան ծախսեմ, որ խաշվի։ Եվ խաշվի, և կարմրիսվի հետևորդները։ Դե միջի մտածեցի, ինչ անեմ, ինչ սարքեմ, այսինքն սարքեմ, չնայած ենք, դիրիկ ճաշ ունենք, սուպ ունենք, դե ամեն օր և չոր ենք ուտում և սուպ ենք ուտում, որ լավ կանենք մեզ։ Հետևորդներ ջան, սիրելի հետևորդներ ջան, մեր կոտլետներն են պատրաստ, սիրելիներս։ Տեսեք ինչ լավ է կարմրել, այս մեկը մի քիչ լավ չէ, սա էլ է կարմրել, լավ կարմրած են դերերներ։ Լավ կարմրել է։ Ջուր չունես մոտը։ Հեսա կամ, սպասի, հեսա կամ չքեզ ջուր տա։ Սեր հետևորդներ ջան, հասավ հյուրասիրության պահը։ Բերում եմ, հեսա բերում եմ։ Բերում եմ հեսա։ Եվ թթող սիրելի հետևորդներ ջան, այս են թթույա,
թթուն ավել դնել էի, դե արդեն կերել ենք, հարմար չի եղել, որ ասենք ցույց տա, շատ համով թթու է ստացվել, իսկական մեծ կնգա, որ պրոթեզ ունեն, ասենք չեն կարողանում, փափուկ, ուշ չի գործադրվում, որ ծամի, մի քիչ էլ թթու եմ դնում հետը, Սել հյուրասիր ենք մեր Էվի քույրիկին, դե գնաց։ Դե սիրելի հետևորդներ ջան, հասավ պահը հրաժեշտի, մեզ բարի ախորժակ, եթե ինչ-որ մի բան էլ դուք եք սարքել, ձեզ էլ բարի ախորժակ սիրելիներս, չմոռանաք զանգակ կոճակը, բաժանորդագրվել սիրելիներս, գրվել ձեր մեկնաբանություններում, ինչ ասեմ, շնորհակալ եմ շատ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։